Բարև իմ սիրելի հայ ժողովուրդ, մայրաքաղաքից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա տեղակայված է Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի գեղանիստ բնակավայրը, ինչ կա չկա այստեղ, ես էլ չգիտեմ, քանի որ երբևէ այս բնակավայրում չեմ եղել, եկեք միասին բացահայտենք։ Սիրելի հայրենակիցներ, եկանք հասանք գեղանիստի միջնակարգ դպրոց, հիմա գնանք տեսնենք ինչ կա չկա այստեղ։ Բարև ձեզ ընկեր Ամիրջանյան։ Բարև ձեզ Արևիկ ջան։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ, հրաշալի, որ ձեր նման արևոտ մարդու եմ հանդիպել։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Մենք առաջին անգամ հյուրընկալվել ենք գեղանիստ բնակավայրում եւ գեղանիստի միջնակարգ դպրոցում։ Շատ լավ բան եք որոշել, բարով եք եկել։ Հիմա կցանկանամ, որ մեզ մի փոքր պատմեք դպրոցի մասին։ Շնորհակալություն հարցի համար։ Դպրոցը հիմնադրվել է 1970 թվականին, ունենք մոտավորապես 500 աշակերտ, բոլոր դասարաններից գրեթե երկուսն են ԱԲ, շրջանավարտներ ենք տալիս, որ ընդունվում են բուհեր տարբեր ու նույնիսկ ունենք մանկավարժներ արդեն իրենց մեջ։ Դպրոցը չունի այս պահին խնդիրներ, ինչու, որովհետև 300 մանկապարտեզ եւ 500 դպրոց ծրագրում է գտնվում, հիմնականում պիտի դպրոցը քանդվի, կառուցվելու է կրթահամալիր արդեն իսկ ու ունենալու ենք հրաշալի, ինձ թվում է, ապագա։ Ունենք շրջանավարտներ, որ հունահռոմեական ոճում արդեն ներկայացնում են աշխարհում իրենց մեծ դիրքն ունեն, Նազարյան Վիգենը մեր, իր եղբայրը Պավելը Նազարյան։ Շատ լավ է։ Կան առարկաներ, որոնք իրենց մասնագետը չունեն։ Ուսուցիչների պակաս ունեք, թե ոչ։ Այդ հարցում եւս մեր բախտը բերել է, որովհետեւ դպրոցը չունի մանկավարժի կարիք այս պահին, բոլորը աշխատում են իրենց մասնագիտությամբ եւ չունենք նույնիսկ հեռավար կրթություն։ Ասում եք, որ մոտ 500 աշակերտ են սովորում դպրոցում, նրանք բոլորը գեղանիստից են։ Ոչ բոլորն են, հիմնականում գեղանիստից են աշակերտները, բայց ունենք հարակից գյուղերից, նույնիսկ մայրաքաղաքից ունենք աշակերտներ, ու թվաքանակը բավականին մեծ է, ունենք Հայանիստից, Ազատաշենից, Արբաթից, Արիացիայից։ Բայց ինչպես է ստացվել, որ Երևանի դպրոցները թողնում են, գալիս են գեղանիստի դպրոց։ Երևի մեզ մոտ ամեն ինչ հրաշալի է, տաք հանկյուն է, մասնագետները հրաշալի մասնագետներ են մեր, ու մեր կոլեկտիվը հրաշալի կոլեկտիվ է։ Շնորհակալ ենք շատ ձեր թանկագին ժամանակից մեզ տրամադրելու համար։ Հիմա մենք գնանք մի փոքր շփվենք աշակերտների հետ։ Համեցեք, խնդրեմ։ Առաջինը երրորդի բն է։ Դե գնանք տեսնենք ինչ կա չկա այս դասարանում։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ, դուք ինչպե՞ս եք։ Լավ եմ, շնորհակալ եմ շատ։ Կցանկանամ իմանալ, քանի աշակերտ է սովորում ձեր դասարանում։ Դասարանում սովորում է 20 աշակերտ։ Իսկ ձեզ լսում են։ Իհարկե լսում են, կարող եք ճշտել ինքներդ։ Հա երեխաներ, երբ որ ձեր սիրելի դասվարը մի բան է ասում, նրան հակաճառում եք, թե կատարում եք իր ասածը։ Կատարում ենք։ Ով կաս, ինչու եք կատարում։ Որ խելացի լինենք։ Ապրես դու, կանունը ինչ է։ Աննա։ Աննա, դու գիտես չէ, որ ձեր դասվարը, ընկեր Յազյանը, ձեր երկրորդ եւ չնեղացնել, ճիշտ է։ Այո։ Այո, որովհետև նրանք ամեն ինչ անում են, որպեսզի դուք խելացի եւ դաստիարակված մեծանաք։ Երեխաներ, հիմա ինձ պատմեք, թե երրորդ դասարանում ինչ առարկաներ եք անցնում։ Մաթեմատիկա։ Ուրիշ։ Մայրենի։ Ուրիշ։ Անգլերեն։ Անգլերեն էլ։ Վաու, էլ։ Շրջական։ Շախմատ։ Ֆիզկուլտուրա։ Էլ ինչ։ Ռուսաց լեզու։ Բավականին շատ առարկաներ եք անցնում, ոնց եք կարողանում սովորել։ Ընկերներ եք։ Այո։ Երբ որ Նարեկը դժվարանում է ինչ որ առարկայից, դու նրան օգնում ես։ Այո։ Լինում է որ քեզնից արտագրի։ Այո։
Այո։ Լինում է, որ Աննան քեզնից արտագրի։ Դու ես Աննայից հիմնական մարտակդում։ Հա։ Ընկերական մթնոլորտ է տիրում ձեր դասարանում։ Այո։ Նարեկ ջան, քո առօրյայից կպատմես մեզ։ Օրդ ո՞նց է անցնում գեղանիստում։ Լավ։ Ինչ ես անում։ Առավոտը արթնացար, եկար դպրոց, իսկ դպրոցից հետո Գալիս եմ տուն, լվացվում եմ, հագնվում եմ, նստում եմ դասերս եմ անում, նախաճաշում եմ, մեկ էջ խաղում եմ ու գնում եմ քնեմ։ գեղանիստում ունենք խմբակներ։ Այո։ Եվ Ըմբշամարտ, ըմբշամարտ ունենք, կարատե, կարատե, այն ինչ։ Բոքսել կա։ Վաու, շատ լավ է։ Զարգացած գյուղում եք էլի ապրում։ Հա? Որոշել ես մեծանաս ինչ ես դառնալու։ ֆուտբոլիստ։ Օ։ Իսկ գեղանիստում ունենք ֆուտբոլի խմբակ։ Իսկ պարապում ես ֆուտբոլ։ Չէ։ Չէ, բա ո՞նց ես ֆուտբոլիստ դառնալու։ Պարապում եմ, բայց ընկերներիս հետ Հա, ընկերների հետ եք խաղում, բայց որ ուզում ես ֆուտբոլիստ դառնաս, պետքա գնաս արդեն պրոֆեսիոնալ պարապմունքների։ Գիտես, ով է քո սիրելի ֆուտբոլիստը։ Ռոնալդո։ Դե հիմա կարող ես Ռոնալդոին բարևել։ Ձեռքը բարևի։ Ասա բարև Ռոնալդո։ Բարև Ռոնալդո, որը մյուս անգամ գաս Հայաստան, ես անպայման ուզում եմ քեզ տեսնել։ Ապրես։ Վայրամ դու քանի տարեկան ես։ 7։ Ինձ ձեր դասվարը ասաց, որ դու լավ ես երգում։ Ճիշտ է ասել։ Ահա։ Հիմա ուզում ենք, որ մեզ համար մի հատված երգես։ Ազգանակ միասին մենք էլ ձերույսին, ապենք հոզորանը, փոխայինո ձեզ դարձին, այերի երկիր Հայաստան ջան։ Ու մտահաղացումներ դա մայրիկի, որ քեզ երգի տանի։ Այո։ 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 Ահա։ Հիմա որտեղ ես դու հաճախում։ Երևանի Սարգիս Ավետիսյանի մոտ։ Արայք դու գեղանիստից ես։ Ոչ, Արցախից եմ։ Որոշել ես մեծանաս ինչ ես դառնալու։ Դառնալու եմ զինվոր, որ իմ Արցախը հետ բերեմ։ Ո՜, խոմոն։ Ես վստահ եմ, որ մեր Արցախը բոլորս էլ միասնական ետ ենք բերելու։ Հավատում ես, չէ։ Այո։ Նարեկ իսկ դու գիտես, մեր հայոց սիրուն տառերը ով է ստեղծել։ Մեսրոպ Մաշտոցը։ Ճիշտ պատասխան։ Ապրես դու։ Հիմա որ դասարանում ենք գտնվում։ Երկրորդի, ա? Երրորդի, ա? Ահա, բոլորդ գեղանիստից եք երեխաներ։ Մեր երկրի անունը ինչ է։ Հայաստան։ Մենք սիրում ենք մեր երկիրը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, լավ դուք։ Լավ, հիմա որ դասարանում ենք եկա։ Հիմա դասավանդում եմ 6-րդ դասարանում։ Ահա։ Անգլերեն առարկան է հիմա իրանց մոտ։ Որտեղից եք դուք։ Ես Գյումրիից եմ, բնակվում եմ Երևանում, աշխատում եմ գեղանիստի միջնակարգ դպրոցում։ Good afternoon։ Օ, ինչ պատիվ, շնորհակալություն։ Ասեմ, որ Հայաստանի շատ դպրոցներում ենք մենք եղել, 100-ից ավել։ Ամեն դպրոցում չէ, որ համազգեստ են կրում։ Մենք ունեցել ենք լոգո շատ շուտ ժամանակներից, էկո թիմի շրջանակներում, բայց չենք ունեցել համազգեստ։ Սակայն այս տարի որոշեցին, որ պետք է ունենանք համազգեստ։ Ամեն մարդ չէ, որ կարող է մեջող հագնվել, եւ բոլորը, որ այսպես հագնում ենք, շատ գեղեցիկ է եւ միանման։ Դուք դպրոցում ինչ պաշտոն ունեք։ Դպրոցում առայժմ ուսուցիչ եմ աշխատում, շախմատի եւ մաթեմատիկայի ուսուցիչ եմ, նախկինում եղել եմ դպրոցի տնօրեն 20 տարի։ Այս դպրոցն եք ղեկավարել։ Այո, Գեղանիստի բնակիչ եք։ գեղանիստի բնակիչ եմ, ծնվել եմ գեղանիստում, շնչել եմ գեղանիստի օդը, ապրել եմ գեղանիստով, ապրել եմ գեղանիստի երեխաներով։ Դե հիմա մեզ մի փոքր պատմեք գեղանիստի մասին, որ ճանաչենք։ Ուրեմն գեղանիստ գյուղը հիմնվել է հիմնականում 15 թվականին, երբ Նախիջևանից
մեծ ջարդերի հետևանքով 15 թվականին տեղափոխվել էր Գեղանիստ գյուղ, այն ժամանակ եղել էր Գյումբեթ գյուղ անունը, 15 հոգով հետո համալրվել են կամաց բարեկամներով, հարազատներով, գյուղը բավականին դարձել էր մինչև 300 բնակիչ։ Հետո նոր համալրվել են այլ բնակավայրերից։ Դպրոցը հիմնվել է 22 թվականին, հին դպրոցը, եղել է տարրական դպրոց, մինչև օրս մեր գյուղի բնակիչները մեկի հետ շատ սիրով ջերմ, գիտեք չէ, անունը Գեղանիստ է, որքան գեղեցիկ է անունը, այնքան գեղեցիկ է նաև ինքը։ Այսինքն գյուղը այնքան գեղեցիկ է եղել, որ կոչել են Գեղանիստ, այսինքն Գեղանի, հա։ Գեղեցիկ նստված կունեցող, այո։ Այդտեղից է առաջացել գյուղի անվանումը։ Այո։ Գեղանիստ սկզբնական շրջանում Զանգուն հրազդան, այսօրվա հրազդանը եղել է Զանգու գետը, որտեղ ձկներով հարուստ է եղել, սնել են ժողովրդին, ապրելակերպ է եղել, դա է ձգել։ Այսինքն տեսնելով, որ տարածքում գետ կա, ձկներ կան գետի մեջ, մարդիկ դրա համար ընտրել են այդ գյուղը, այո։ Շնորհակալ եմ շատ ընկեր Գևորգյան, գնանք շփվենք աշակերտների հետ։ Սիրելի հեռուստադիտողներ եւ հետևորդներ, մենք հիմա գտնվում ենք 9 B դասարանում։ Ավագ ջան, ինչ է քո անունը? Հասմիկ։ Հասմիկ ջան, ուրախ եմ շատ։ Դու Գեղանիստում ես ծնվել մեծանում։ Ոչ։ Ոչ, իսկ որտեղից ես? Ես Հայանիստից եմ։ Ահա, գալիս ես ուղակի Գեղանիստի դպրոցում ես սովորում։ Ձեր գյուղ չենք եկել, բայց մի օր անպայման կգանք Հայանիստ։ Լևոն, ո՞նց է ստացվել, որ շարքի սկզբում դու ես նստում։ Դասղեկն եմ նստում։ Դասղեկն է այդպես նստացրել։ Լավ ես սովորում։ Նորմալ։ Մեր ժամանակով ովքեր որ լավ էին սովորում, իրենք էին շարքի սկզբում նստում։ Բա ձեր մոտ։ Մեր մոտ Տարբերություն չեն դնում։ Շատ լավ է։ Սյուզաննա ջան, ո՞նց ես։ Լավ եմ, դուք ո՞նց եք։ Նորմալ, ինչ կա, չկա Գեղանիստի միջնակարգ դպրոցում։ Բան չկա։ Սա լավ է, նորմալ սովորում ենք։ Դասատուներից չենք բողոքում, Ինչ չեք բողոքում։ որտեղ մեր դասատուները լավն են, Ինչով են լավը։ յուրահատուկ են։ Ահա, ես լավ են վերաբերվում։ Այո, Սյուզաննա ջան, հիմա ես ուզում եմ ինձ Գեղանիստի մասին պատմես։ ծառեր պետքա տնկենք շատ մեր գյուղում, սարգացնենք մեր գյուղը, աղ չթափենք։ Աղբամաններ կան Գեղանիստում Այո։ դրված։ Աղբամաններ էլ կան։ Ահա, իսկ ընդհանրապես Գեղանիստի բնակիչները մաքուր են պահում բնակավայրը, թե ոչ։ Այդքան էլ ոչ։ Դա համատարած մեր հայ Մարդկանց ժողովրդի, այո, ձևն է։ Մենք բոլորս սիրում ենք մեր հայրենիքը անընդհատ աղտոտել, կեղտոտել, չենք սիրում, որ մեր միջավայրը մաքուր լինի, բոլոր բնակավայրում էլ այդպես է։ Աղբաման կա դրված, բայց չէ, մարդիկ այդ աղբամանը չեն նկատում, պարտադիր պետք է իրենց ձեռքի աղբը գցեն գետնին։ Դե այդ մարդուց է գալի, Ապրես։ որ մարդ չի կարում պահի տարածքը, բայց մեր գյուղը շատ զբաղվում են հողագործությամբ։ Մեր գյուղում այդ զարգացած, որ շատ լավ է։ Ինչ եք աճեցնում։ Վարդեր, ծաղիկներ, տարբեր տեսականներ։ Քո անունը ինչ է։ Ասիա, Ուրախ եմ շատ, Ասիա ջան, որտեղից ես դու։ Արցախից շրջանն էլ ասեմ, որտեղից։ Որ շրջանից։ Ընդհանրապես մայրիկս վերին շենում է ապրել, բայց ես օրինակ Ումուտլոից եմ, Ակնաբերդ են ասում, то есть Ակնաբերդա, բայց տեղացիները Ումուտլո են ասում։ Երբ եք տեղափոխվել Գեղանիստ։ Ես Գեղանիստում չեմ ապրում, Հայանիստում եմ ապրում 2019 թվականին։ Իսկ հիմա ինչպես է ստացվել, որ Հայանիստում դպրոց չկա։ Կա։ Բա ո՞նց է ստացվել, որ Հայանիստի դպրոցը թողնում ես, գալիս ես Գեղանիստի դպրոց։ Դե ընդհանրապես այնտեղ արդեն 5 տարի սովորել եմ։ Նայես չի բողոքում եմ երեխեքից կամ ընդհանրապես ուսուցիչներից, ուղղակի տեսնում է, որ այստեղ էլ դպրոց կա, ու այստեղ անձնակազմը շատ լավն է, երեխաները շատ լավն են։ Մայրիկիս արձակուրդների ընթացքում մի կերպ համոզեցի, որ այստեղ գամ դասի։ Առաջին տարին է, որ Գեղանիստի դպրոց ես հաճախում։ Օ, եւ ինչ տպավորություններ ունես։
Ընդամենը մի ամիս է ինչ գալիս եմ, բայց կարամ ասեմ, որ շատ լավն են երեխեքը, իմ դասղեկին եմ ամենաշատը սիրում էստեղ, ոչ մեկ չի կարող համեմատվի իմ դասղեկի հետ այս դպրոցում։ Լավ են քեզ վերաբերվում գեղանիսցիները։ Հա, շատ։ Համեմատած այն մեկին, հա։ Ողջույններս։ Բարև ձեզ։ Լավ եք։ Շնորհակալություն։ Եկել ենք տեսնենք, քանի կտոր գիրք ունեք գրադարանում։ Մենք ունենք գեղարվեստական հայերեն 500, իսկ ամբողջ ռուսերեն արտասահմանագրականությունը 1400, այդպես աշխատում ենք փոխել գրքերը, նորացնել, որտեղ դրանք բավականին հին են, բայց շատ կուզենք, որ կառավարությունը օգներ նոր գրքեր, խոստացել են, որ պիտի բերեն, շատ կուզենք, որ ավելանար ֆոնդը, որտեղ ունենք լավ ընթերցողներ, հետաքրքրասեր երեխաներ, 300 ընթերցող ունեմ աշակերտներից։ Գեղանիստում մարդիկ ինչպիսին են։ Շատ մարդկային, կասեի, թասիբով, աշխատասեր, եթե դուք շրջեք կտեսնեք, թե ինչքան են տանջվում։ Ես այս ժամանակ, որ ուսանող է, այստեղից էի անցնում, նայում էի ջերմատներն, ասում էի, Երանի, ես այստեղ արց կամ։ Պատահեց, որ այստեղ եկա։ Այնքան որ ծաղիկ էի սիրում։ Լավ եղեք, առողջ եղեք։ Գեղանիստի տղաները միշտ էլ մասնակցել են պատերազմներին։ Ուզում եմ ներկայացնել Եփրեմ Երանոսի Հովհաննիսյանին, ով մասնակցել է հենց առաջին Արցախյան պատերազմին, Հարություն Խաչատուրի Լալայանը, Սարգիս Հակոբյանը, Արարատ Ասատուրի Մակարյանը եւ Գևորգ Արմանի Հարությունյանը։ Նրանք զոհվել են 44-օրյա պատերազմում եւ նաեւ ունենք հերոս, ով մասնակցել է սեպտեմբերի 13-ին սկսված պատերազմում, երբ թշնամին հարձակվել էր Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա, մեր ընկերը, մեր համագյուղացին Հովհաննես Կարենի Եղիազարյանը մասնակցելով այդ պատերազմին զոհվեց։ Ուզում մեր հերոսների անունները միշտ բարձր հնչեցնենք եւ միշտ նրանց հիշենք։ Այո, բոլորին հավերժ հիշատակ։ Մենք խոնարհվում ենք բոլոր հերոսների ծնողների առջև։ Տագնապի ժամանակ փախչել։ Հիմա 500 աշակերտ գալու է այստեղ։ Այո, բոլորը հիմա այստեղ են հավաքվելու։ Մենք փախանք ուրեմն։ Գնացի։ Գեղանիսցիներ, ինչ կա չկա։ Բանը չկա, ինչ պետք է ելնի լոք։ Այո, ման։ Դասերը վերջացան, հետո ինչ եք անելու։ Գնալու ենք ըմշամարտի։ Հայկենց տանը ինչ կա։ Ինչ եք խաղալու։ Roblox։ Բա դասերով պետքա սովորի։ Հա դե շուտ ենք տուն գալու, նե շի, սենց զակա սենց սախտի գալու է։ Ին վրա հույս չդնեք, ես ձեր դասերը չեմ սովորելու։ Շուտ կգնաք ձեր տուն ու ձեր դասերը սովորեք, եղավ։ Ահա, դուք ինչ եք անելու։ Մենք գնալու ենք ըմշամարտին, կգնում է պատրաստվի մրցումների, ես գնում եմ պարապեմ, որ գնամ իլ մրցումների։ Որտեղ ես գնալու մրցումների։ Արշալույս Էջմիածին։ Ահա, խմբով տանելու են ձեզ։ Ահա, եւ ինչ ես մտածում, հաղթելու ես։ Ինչպես միշտ այո։ Իսկ հայ ըմբիշներից ում եք շատ սիրում։ Արտուր Ալեքսանյանին, Մալխաս Ամոյան, Սլավիկին, Արսեն Հարությունյան։ Ահա։ Մե Արտուր Ալեքսանյան։ Տենց Սլավիկ Գալստյան։ Սիրելիներս,
անկեղծ ասած, ես ինձ շատ վատ է զգում, այնպեսի տպավորություն է, որ ջերմություն ունեմ, ուզում եմ հարբուխ ընկնեմ։ Ինձ մոտ միշտ պահում եմ մարիմեր, որը ձեռք եմ բերել Emily Farm դեղատների ցանցից։ Գիտեք, ոնց է օգնում, ոնց է ինձ փրկում։ Այնպես անում, որ ես հարբուխ չընկնեմ։ Շնորհակալություն մարիմեր, շնորհակալություն Emily Farm դեղատների ցանց։ Իսկ այժմ սիրելիներս, բարի գալուստ, Մանուշակ, մանկապարտեզ։ Աշոտ, ես գնացի Երևան, դու քո մասին մտածի, թե ոնց ես հետ գալու։ Պակա։ Մեր հաղորդաշարի գլխավոր հովանավորն է F-Net Telecom ընկերությունը, ամենաընտանեկան կապը, որն առաջարկում է գերարագ ինտերնետ, բազմաժանր հեռուստաալիքներ, մի շարք խելացի լուծումներ, մանրամասների համար զանգահարեք 8988 հեռախոսահամարով կամ այցելեք ընկերության պաշտոնական կայք fnet.am։ Մանկապարտեզ մտնելիս առաջին հերթին հագնում ենք բախիլները։ Դա պարտադիր կանոն է։ Ոնց հասկացանք, Մանուշակ մանկապարտեզում պահպանում ենք կարգ ու կանոնը։ Ապրել ենք։ Հիմա գնանք տնօրենին ճանաչենք։ Ընկեր Եփրեմյան, երբ է մանկապարտեզը կառուցվել։ Մեր մանկապարտեզը կառուցվել է դեռևս 1960-ական թվականներին, իհարկե այս տարիների ընթացքում վերանորոգվել է, ձևափոխվել է եւ հասել մեզ։ Մենք էլ փորձում ենք մեր հերթին արդեն իսկ ավելի շենացնենք մեր կրթօջախը մեր սաների համար։ Երբ որ եկանք, տեսա, որ արտաքին տեսքից գեղեցիկ է, խաղասարքեր ունեք, բայց բակը ինչ-որ չափով վերանորոգման անհրաժեշտություն չունի։ Այո, իրականում մեր տարածքը բակի շատ մեծ է, նպաստավոր պայմաններ ունենք նաև մասնաշենք կառուցելու համար, դա ընթացքում Աստված առաջ ունենանք, որովհետև մենք շատ սաներ ունենք, ովքեր որ հերթի մեջ սպասում են, իրենց հերթը չի հասնում, այդպես էլ գնում են դպրոց։ Բակում ունենք կանաչապատման կարիք, որ արդեն նախաձեռնել ենք, նոր տնկված ծառեր ունենք, սպասում ենք արդեն ծառատնկման սեզոնին, որ նորից շատացնենք, կանաչապատենք, ստեղծենք ավելի գեղեցիկ, ավելի հարմարավետ պայմաններ երեխաների համար։ Եթե ձեզ աջակցության անհրաժեշտություն է լինում, որ կառույցին եք դիմում։ Բնականաբար մենք պատկանում ենք Մասիս համայնքապետարանին եւ ցանկացած խնդրի դեպքում առաջին հերթին զեկուցագրով ներկայացնում ենք մեր Մասիս համայնքապետարանի ղեկավար Դավիթ Համբարձումյանին, որից հետո արդեն համապատասխան իր ուղղորդմամբ մասնագետները մոտենում են, փորձում շատ արագ հարցին լուծում տալ։ Ահա եւ գոհ եք նրանցից։ Բնականաբար այո, ես ինքս որպես մանկապարտեզի տնօրեն, ղեկավար, իմ շնորհակալությունն եմ ցանկանում ընձեռնված առիթի դեպքում հայտնել մեր ղեկավարությանը, Մասիս համայնքապետարանին, ղեկավարի գլխավորության բոլոր աշխատակիցներին ցանկացած հարցին հրատապ արձագանքելու եւ լուծում տալու համար։ Շնորհակալ ենք ձեզնից շատ։ Ձեզ նույնպես։ Հիմա երեխաները այս պայդրությամբ ինչ են անում։ Այս պայդրությամբ ըստ մեր ռեժիմի աստիճանաբար վերկացն է, որից հետո արդեն երջաշիկն է։ Ուրեմն առաջարկում եմ գնանք ծանոթանանք փոքրիկների հետ։ Համեցեք, սիրով։ Համեցեք, մենք հիմա գտնվում ենք մեր միջին խմբում, աստղիկների խմբում։ Այս պայդրությամբ երեխաները երջաշիկն են ընդունում։ Համեցեք։ Երեխաներ, բարև ձեզ։ Մենք ձեզ մաղթում ենք բարի ախորժակ։ Ընկեր Լիլիթ, կասեք երեխաներին ինչ եք սովորեցնում։ Ըստ թեմաների է շաբաթական, այս շաբաթվա թեման իմ մարմինը եւ մարմնի մասերը։ Երեխաներին սովորեցնում ենք մարմնի մասերի անունները, այսպես պաստառով ցույց են տալիս, խաղում ենք խաղերը, գունավորում ենք մարմնի մասերը։ Աշխատանքները ներկայացված են։ Սովորում են օգնել միմյանց, խնդրել միմյանցից մատիտը։ Ես իրենց ասել եմ, որ գոյություն ունի կախարդական բառը, խնդրում եմ, եթե ասում են, միանգամից փոխվում է մեր օրը։ Չէ՞ երեխաներ։ Ահա։
Այժմ գտնվում ենք կրսեր երկրորդ խմբում, մեր փոքրիկներն են 3-ից 4 տարիքային խումբն է, քնից արթնացել են, ետ ճաշիկն են ուտում, համեցեք։ Գնացինք։ Մածուն, լցնեմ։ Երեխաներ, մենակ համով ճաշիկ եք, հա ուտում, նեղացա ձեզնից, ով ինձ իր ճաշիկը կտա, ես էլ ուտեմ, քո ճաշիկից կտաս, ես էլ ուտեմ, չէ։ Հա դու, ինձ էլ ճաշիկ կտաս, ես ուտեմ, դու կտաս, հա, ձեր օրը որտեղ ավելի լավ անցնում, տանը թե մանկապարտեզում։ Ով կասի, մանկապարտեզում ինչ եք անում։ Խաղում ենք, տառեր ենք սովորում, նկարչություն ենք անում, գնում ենք դուրսը խաղում ենք։ Իսկ էքսկուրսիաներ գնացել եք երբևէ։ Ուր ես գնացել։ Եվիկտոս։ Եվիկտոս։ Ես եմ Եվիկտոս գնացել։ Եվիկտոս եք բոլորդ գնացել։ Դուրս եք ո՞ր։ Ես չեմ գնացել ոչ միտեղ։ Բացի գեղարվեստից ոչ միտեղ չես եղել, բայց որտեղ ես երազում լինես։ Ես ուզում եմ Եգիպտոսում ես լինեմ։ Ուր ենք գնացել էքսկուրսիա, կենդանաբանական, այգի, այնտեղ ինչ տեսանք մենք։ Էլ ինչ կենդանի ենք տեսել։ Էլ ինչ օձ ենք տեսել։ Կոկորդիլով, արջ տեսանք, արյուծ տեսանք, Ադին տեսանք, Չեք վախեցել երեխեք։ Դուք որոշել եք, երբ որ մեծանաք ինչ եք դառնալու։ Ես էսեր։ Հրշեջ։ Ես եմ ոստիկան։ Ես Հələ մի րոպե, լռություն։ Ինձ հետաքրքիր է ինչի համար եք որոշել դառնալ ոստիկան, որ գողերին բռնեք։ Ես ոստիկան չեմ դառնալ։ Բա դու ինչ ես դառնալու։ Բժիշկ մեծերին սրսկեն, փոքրերին չէ։ Բա փոքրերը որ հիվանդանան չես սրսկելու։ Սրսկեմ։ Ապրես։ Այ, փաստորեն ձեր խոսքի տեղնեղակ եկաք ստեր։ Այո, եկանք տեսնենք ինչպես եք ըմբշամարտ պարապում։ Ըմբշամարտը քեզ ինչ է տալիս։ Ուժ, վստահություն, ռիսկ։ Կարևորը գյուղում ունեք սպորտին վերաբերող խմբակ։ Պարապ ժամանակ չունեք, ճիշտ է։ Հեսա որ գնանք հետո մեկա գործ ենք անելու։ Ինչ գործ եք անելու։ Մենք օրինակ ջերմոցատայերին միշտ գնում են, օգնում ենք ջերմոցում։ Կիցրփելու ժամանակ չկա։ Ապագայում սպորտի հետ կապված ինչ ծրագրեր ունես։ Ուզում եմ դառնամ օլիմպիադայի չեմպիոն։ Ըմբշամարտը միշտ շարունակելու ես։ Չեմ թողնելու։ Ինչու։ Սա իմ ամենասիրելի սպորտն է, ես փոքրից ուզել եմ պարապել ըմբշամարտ։ Իսկ ընդհանրապես մրցումների մասնակցում եք։ Հա, մեդալ է բանը նվաճում տուն։ Մեդալ եք անգամ նվաճել։ Հա։ Երբ, որտեղ։ Դինամո։ Պարոն Արաքելյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ, դուք ոնց եք։ Լավ եմ, որովհետև առաջին անգամ բացահայտեցի Գեղանիստ բնակավայրը։
Երբևէ չէի եղել այստեղ ու հետաքրքիր բնակավայր է։ Շատ լավ, ուրախ ենք ձեզ դիմավորելու։ Երևանից շատ մոտ է գտնվում, ինձ հետաքրքիր է, ինչքան է հեռավորությունը։ Մոտ 5 կիլոմետր։ Բնակիչները ինչպես են կապը պահում մայրաքաղաքի հետ։ Տրանսպորտ կա։ Տրանսպորտով, հա։ Ինչքան է բնակչության թիվը։ Մոտ 4000 բնակիչ ունենք, էլի 1000 տնտեսություն։ Արցախից տեղահանված հայրենակիցներ ունենք Գեղանիստում։ Իհարկե, մոտ 200 բնակիչ ունենք եւ բարբերաբար բոլորին ուշադրությունը մեր ցույց ենք տալ, նաեւ մեր համայնքի ղեկավարն ուշադիր շատ արցախցիներին։ Ուզում եմ իմանալ Գեղանիստի բնակիչները որտեղ են հիմնականում աշխատում։ Որպես աշխատանքի ապրելու բիզնեսի բան ծաղիկներն է, մեծ մասը վարդեր են աճեցնում, ջերմատներ են։ Իսկ մեծահասակները կամ երիտասարդները որտեղ են հավաքվում, որպեսզի իրենց ժամանցը անցկացնեն։ Մեր հուշահամալիր ունենք, այստեղ այգի ունենք, այգում են հավաքվում, շատ չեն հավաքվում, որովհետև գործերը գյուղական համայնքը բոլորը ջերմատների աշխատանքներով են։ Շատ տարեցները հավաքվում են այգում։ Որքան ժամանակ է, որ դուք ղեկավարում եք բնակավայրը։ 3 տարուց ավել է։ Ինչ աշխատանքներ եք կատարել այս 3 տարվա ընթացքում համայնքի ղեկավարի հետ միասին։ Լուսավորությունն է, ամբողջ համայնքը լուսավորվել է, գրեթե փողոց չունենք, որ լուսավորված չի։ Ներկապային ռոռոկման դրենաժներն է կառուցվում։ Ասֆալտապատման աշխատանքներ ունենք նաև ներկապային։ Մաքրման աշխատանքներն է պարբերաբար արվում ու կան ահագին ունենք դեռ նախատեսված աշխատանքներ ունենք, որ կյանքի ելը չենք կոչել, էլի, բայց 26 թվականին ինձ թվում է բոլորը կյանքի կոչենք։ Ռոռոկման ջրի հետ կապված շատ են դժգոհությունները լինում։ Դե լինում են, բայց երկրում ընդհանուր խնդիրը ջրի պաշարներն են քչանում։ Ունենք խնդիր թե խմելու ջրի հետ կապնված, թե ռոռոկման ջրի հետ կապնված, փորձում ենք լուծելի սարքել բոլորն էլ։ Մասիսի գրեթե բոլոր բնակավայրերում խմելու ջուրը պիտանի չէ։ Գեղանիստում ինչ վիճակ է տիրում։ Գեղանիստում ամառվա այն թեժ ժամանակահատվածում խնդիրներ են ունենում խմելու ջրի հետ կապնված, գրեթե բոլորը գնում են ջուրը, իսկ ձմռանը այդ խնդիրը չենք ունենում։ Այսինքն լավ որակ ունի կարելի է այդ ջուրը խմել։ Ձմռանը հա, բայց ամառը չէ։ Ունենք խաղահրապարակ կամ խաղադաշտ։ Նոր պետք է կառուցվի, մեր եկեղեցու աշխատանքները որ վերջացվեն, որոշել ենք պլանների մեջ կա, որ խաղահրապարակ լինի, որ ժողովրդին ավելի միասնական լինեն, տեղ լինի, որ ժողովուրդը գնան, շփվեն, երեխաներին ման տան։ Դա առաջիկա ծրագրերի մեջ է ներառված։ Այո։ Որքան ժամանակ է, որ եկեղեցու աշխատանքները շարունակվում են։ Տարուց ավել է, ինձ թվում է 26 թվականին կվերջացնենք եկեղեցու աշխատանքները։ Սուրբ Ներսե շնորհալի եկեղեցին ում միջոցներով է կառուցվում։ Մեր բարերարներ ունենք, մեր համայնքի բնակիչներ են, մեր բարերարներն են, իրենք են կառուցում իրենց միջոցներով։ Նկատեցի, որ բնակավայրում աղբամաններ կան տեղադրված ամենուրեք։ Այո։ Բայց բնակիչները մաքուր չեն պահում բնակավայրը։ Ինձ թվում է այդ խնդիրը մեր ամբողջ Հայաստանում մեկ ունենք այդ խնդիրը, մարդիկ տարբեր են, էլի, փորձում ենք ամեն մեկի հետ առանձնահատուկ այդ մասով զրուցում ունենալ, բայց մաքրությունը չգիտեմ, մարդու մեջից է պետք է լինի, էլի, փորձում ենք աղբամանները ավելացնում ենք, շատացնում ենք աղբանությունը, շատ լավ կատարվում է, բայց չգիտեմ, այդ խնդիրը միշտ կա, էլի, ինչքան մենք փորձում ենք, բայց կա ու նայում ենք բոլոր տեղերը այդ խնդիրը կա, էլի, մի քիչ ժողովուրդը իրենց վրա պետք է աշխատեն։ Բնակիչների բախտը բերել է, որովհետև ես Գեղանիստը չէի անվանի գյուղ, այլ կհամարեի որպես Երևանից մոտիկ մի թաղամաս։ Ահա, ինչ խնդիր լինում է, կարող են Երևանում գնալ, լուծել խնդիրը, թե առողջականին վերաբերող, թե ուսմանը վերաբերող։ Այո, տրանսպորտն էլ ունեք։ Շրջեցինք, քայլեցինք,
բազմաթիվ վաճառակետեր կան, այն ինչը պետք է մարդուն ապրելու համար գեղարիստում ունեք։ Այո, բուժարաններ ունենք, բայց դե ժողովրդին մոտիկա էլի քաղաք կենտրոն գնալու համար հիվանդանոց բան նորմալ է։ Իսկ դեպի Մասիս տրանսպորտ կա։ Այո։ Ահա։ Ինչ տրանսպորտի մասը խնդրահարույց է, բայց ինձ թվում է մոտ ապագայում մեր համայնքի ղեկավարի ուժերով այդ մասով էլ կունենանք լավ երթուղիներ էլի։ Համայնքի ղեկավարը բնակավայրին ուշադրություն դարձնում է։ Շատ այո։ Սա համայնքի ղեկավարի շնորհիվ է, որ համաչափ զարգանում է համայնքը ու համայնքի ղեկավարի շնորհիվ զարգանում է 26 գյուղը։ Շնորհակալ եմ ձեզնից շատ։ Ձեզ էլ ենք շնորհակալ այս հյուրին կարելու համար։ Սիրելիներս, Գեղանիստի կենտրոնական հատվածում գտնվող այս հուշահամալիրը նվիրված է հայրենական մեծ պատերազմի հերոսներին։ Այստեղ տեսնում եմ նաև այն հերոսների նկարները, ովքեր զոհվել են Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ։ Հուշահամալիրի վերանորոգման և վերակառուցման աշխատանքները կատարվել են Նարեկ Մակարյանի և նրա ընտանիքի կողմից։ Նարեկ Մակարյանը գեղանիստից է, ես ուզում եմ սրտան շնորհակալություն հայտնել նրան և նրա ընտանիքին և ցանկանում եմ, որ նման հայրենակիցներ մենք շատ ունենանք, որպեսզի կարողանանք յուրաքանչյուրս մեր չափով մեր հայրենիքի համար օգտակար լինենք։ Հարգանքներս։ Շնորհակալություն, բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, շնորհակալ եմ, դուք լավ լինեք։ Ինչ կա չկա գեղանիստում։ Մեր գեղանիստում ամեն ինչ էլ կա։ Օրինակ։ Օրինակ դուք ինչն եք ուզում իմանալ գեղանիստի։ Տրամադրությունը ինչպես է։ Շատ լավ է, բարձր է տրամադրությունը մարդկանց։ Ինչ եք անում, ինչով եք զբաղվում։ Ինչով ենք զբաղվում, ջերմոցագործությամբ։ Օրինակ ինձ հետաքրքիր է, դուք Մասիս համայնքի ղեկավարին ճանաչում եք։ Դավիթին, Դավիթ Համբարձումյանին, այո, ճանաչում եմ։ Գյուղի վարչական ղեկավարը եւ Մասիս համայնքի ղեկավարը միասին են աշխատում։ Այո, ես գիտեմ, բոլորն էլ միասին են աշխատում, բոլորն էլ հաշտ համերաշխ աշխատում են։ Գոհ եք նրանց կատարած աշխատանքներից։ Բա ոնց գոհ չլեմ, ստեղ նստած կլինեմ։ Ամեն ինչից է գոհ եմ, այժմ։ Ձեր կյանքը ինչպես է անցնում։ Չեմ բողոքում։ Շատ լավ է, կյանքս լավ է անցել։ Նորմալ ապրել եմ, աշխատել եմ, լավ ընտանիք եմ պահել։ Ինչ կուզենայիք, որ գյուղում կառուցեին ձեզ համար, որ մեծահասակների կյանքը ավելի հետաքրքիր անցներ։ Այ, լավ հարց տվեցիք։ Մեծահասակները այսօր խոսքից զբաղվելու տեղ չունեն, իմ նման թոշակառուները։ Մի հատ հարմար բան սարքեին, մեր ժողովուրդը գային, ձմեռա գալի դեմը, ամառվա շոգին չենք կարողանում, դժվարանում է։ Եկեք համայնքի ղեկավարին խնդրենք, որ Գեղանիստում կառուցեն ձմեռային զրուցարան։ Այո, շատ ուրախ կլինենք։ Իր տաքացուցիչով, Անպայման։ նարդիով, շախմատով, նստարաններով, սեղանով։ Բայց մի բան էլ ասեմ։ Ինտերվյուն շատ լավն է գնում, շատ լավ ինտերվյու է գնում։ Բուժարանը, քանի տարվա բուժարանը մեծ կանայք են աշխատում։ Գազ չկա, քաշած, որ այդ մարդիկ տաքանան։ Շատ ենք խոսում, բայց պակաս բաներ շատ կա, որ չեն անում։ Դե եկեք խնդրենք, որ բուժամբուլատորիայում էլ գազ քաշեն։ Մենք շատ ուրախ կլինենք։ Ուրեմն Գեղանիստին պետք է ձմեռային զրուցարան եւ բուժամբուլատորիայում բնական գազ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես են գեղանիստցիները։ Շատ վատ։ Ինչու վատ։ Գազ կա, լույս կա։ Վատ է, բա ինչ է։ Ձեր փողոցում բնական գազ չկա։ Կա։ Օրեկան անջատ է, օրեկան։ Ամեն օր գազը անջատում են։ Ամեն օր չէ, բայց մենք ամերիկա անգամ լույսը որ շատ անջատում, գազը քիչ։ Էդ ինչ բան արա։ Կարող է գազի հետ կապված աշխատանքներ են տանում կամ վթար ատեն ունենում։ Չէ, օրեկան վթար չի լի։ Ամեն օր չի լի վթար։ Այս մարդիկ նստած են առավոտից երեկո, այս թաղամասը հսկում են, նայում են, անգիր գիտեն
գայս կա, լույս կա, ով եկա, ով գնաց, ում ավտոնա, ում ավտոն չի։ Նենց որ տեղակ են ամեն ինչից։ Որը։ Դուք երկուսով։ Հա, ինչա։ Թաղայինն եք ես հերիտայրայի։ Այս լավ չեմ լսում։ Հա, շար եմ։ Ասմա թաղայինն եք էլի։ Այս թաղային է տիշ գործեմ է։ Դա մի կարգին մարդ չկա։ Ես թաղի գողնա։ Ինքը։ Հա։ Ես է իրա տեղակալ է։ Տեղակալ, ինչ տեղակալ։ Երկար տարիներ գյուղապետ ես աշխատել, ոնց է դու տեղակալ եղար։ Հա? Գեղանիստի նախկին գյուղապետ եղել։ Բանի։ Ես Արագածոտնի մարզից եմ։ Արագածոտնի մարզից, որ գյուղից։ Լեռնապար։ Հա, Լեռնապարում չէ, ցավոք չեն եղել։ Այդտեղի գյուղապետն եք եղել։ Հա, այնտեղ երկասարներ գյուղապետի մարզադե։ Ատալես որ բենագրի սրա եկավ ստեղ ընդեր պերեցին էլի։ Հա, բատարենք շատ լավ տեղ է, ինչա։ Լավ տեղ իմ դյուզարım yerzine toğa edelim. Ay şerkere sedava. Բայց լույսը բան լավ չի։ Դուսը ջուրը։ Որ ջուրը լավ չի։ Դու խմել ջուրը։ Լավ վիճակում չի, չէ։ Իրոք խմելու ջուրը ավոր վիճակ է։ Էս Արտիզյան ջրերից։ Արտիզյան ջրերը բերեմ խառնում են էս գառնվա ջուրն է ծերը։ Կարեցին։ Որ ջուրն է ծերը։ Չգիտեմ գառնին է թե Արզակյան, հա։ Այդ ջրերը խառնում են այստեղ։ Ամբողջ սեզոնին կլապանը փակում են։ Ցիսերներով բերում են ստեղ, մարդի փողով ջուրը առնում են։ Էնել է ժամանակ։ Ինչ անեք։ Հա, ժողովուրդ ջան, ճիշտ եք ասում, Մասիս համայնքի գրեթե բոլոր բնակավայրերում խմելու ջրի հետ կապված խնդիր կա։ Երեք չեմ իսօր հերոսատեսության պետ նույն բանը ասեց։ Ես լսել եմ, իրանց էլ են լսել։ Ամբողջ սեզոնին է դա, այդ ջուրն է ժողովուրդը չէր խմում այդ ջուրը։ Առնում եք։ Հա, առնում։ Ես երազում եմ, որ Մասիսում ջրի խնդիրը կարգավորվի, որովհետև միակ թերությունն է այստեղ ձեր խմելու ջուրը։ Այս կողքի գյուղը գետապ, Մասի ջուրն է։ Հələ մենը արձակյանները բայց խառնում են։ Այդ լրիվ բանը Մասի ջուրն է։ Մարդիկ առնում են, ինչ անեն, չեն խմում։ Ընդհանուր կասեք ձեր կյանքը ոնց է անցնում։ Յարա, դες խոսում եմ։ Լավ է, ոչինչ։ Չեմ անում։ Թոշակ եք ստանում։ Հա։ Այդ թոշակ հույսով յոլա են կնում։ Ինչի թոշակ շատ լավ է։ Հեսարի կավելասեն։ Դու չեն ախ սրա թոշակը կդրեն։ Դու կդրեն։ Էսա գազի մարդիկ են, հա։ Գազի մարդիկ են, եկան գազի մարդիկ։ Հա, գազի մարդիկ է։ Հա, հա։ Գազն է։ Եկան, որ ասեն գազը միացնում եք։ Գազը կանացել չի միանում, օդ հաղարը ինչ է։ Ինչ կցանկանաք, որ գեղանիստում լինի։ Ես փողոցները ասֆալտապատեն։ Ես ինչ արա։ Փողոցները ասֆալտապատ են, ուրիշ։ Ուզում են ասֆալտեն, բայց չգիտեմ կանեն թե չի։ Ուրիշ ժողովուրդն էլ իրանց համար իրանց ջերմոցների մեջ աշխատում են։ Էդա տանում են ծաղդի շուկան, են լավ չի ծաղվում։ Բացի քեքից աշխատում են։ Բերում են ու լսում են զանգուն, զանգու դեզը։ Էդա էս մարդկանց աշխատանքը։ Դա ստեղել ենքան արդագնա աշխատողներ չկան։ Լեռնային շրջաններում են արդագնա աշխատանք։ Հա, ստեղ չկա, չեն ստեղ չկա, իրանց այդ ջերմոցներով։ Էլ ուրիշ զբաղմունք չկա այս մարդկանց։ Ապրեք ժողովուրդ ջան, շնորհակալ ենք շատ ձեզնից։ Մենք էլ ձեզանից ենք շնորհակալ։ Դրանք գազը ինչ կասեն։ Կմիացնեն հեսա։ Մինչ եմ միացնել, ուզում ենք կոֆե խմենք չկա։ Հա, դրա համար մեզ կոֆե չտվեցիք, հասկացա։ Չէ, կտնի, հա։ Հա, կոֆե կտա։ Հա, բավոն։ Ապրեք։ Բավոն։ Կարող է դուք եղբայրներ եք։ Այո։ Ոնց թե։ Հա։ Հարազատ եղբայրներ եք։ Վաու, գիտեք ինչից իմացա։ Հələ գուշակ եք, ինչից։ Նման ենք։
Դեմքից չէ, աչքերից։ Նման է։ Հա։ Ձեր աչքերն են հենց իրար նման։ Ձեր անունները կասեք ինձ։ Հակոբ, Հայկ։ Մեծը դու ես։ Քանի տարեկան ես։ 10։ 9։ Հա, քույրիկ չունեք։ Երկու աղբեր եք։ Ինչ կուզեիք, որ ձեր գյուղի համար կառուցեին երեխեք։ Մեր գյուղի համար մի հատ խաղահրապարակ, որ գնային խաղային կտե։ Ու այս ճամփեքը սարքեն, որ կարողանային խաղային նորմալ։ Ձեր փողոցն է սա։ Մերը M7 կողմն է։ Հա, ասֆալտապատ են ճանապարհները։ Դու ինչ կասես։ Ես կուզեի տենց։ Խաղահրապարակ ու ասֆալտապատ ճանապարհներ։ Իսկ լուսավորություն ամեն ինչ կա։ Լավ է։ Աշխարհում ամենաշատ ում եք սիրում։ Մամային, պապային, տատին, պապին։ Դու էլ։ Իսկ հավանած աղջիկ ունեք։ Չունես։ Լավ չունեմ։ Ես չունեմ։ Բայց մեզ մի խափի։ Ես չունեմ։ Ով է, ինձ ասա, կանչիս ասա։ Չէ։ Ինքը Մերին որտեղից է։ Մեր դպրոցից։ Որ դասարանում է սովորում։ Ոնց որ չասեցելու ոչ։ Ինչ անուն է։ Որ մեր Մարիամն է, թե Մերին է։ Չեմ հիշում։ Այդ դպրոցից է։ Ասել եմ ոչ մեկին չի։ Հələ ոչ մեկի չեն կասի, ասա։ Գիտես անունը։ Չեմ հիշում Մարիա, հա։ Որ դասարանում է սովորում։ Դասանից է։ Իսկ ինքը գիտի այդ մասին։ Արևիկ էս ծաղկի փունջը քեզ են նվիրել։ Տվին գնացին, բան չասին։ Ապրեն, գեղանիսցիները, շնորհակալություն սրտանց։ Սիրելիներս, այսօր որոշ չափով բացահայտեցինք Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքի գեղանիստ բնակավայրը։ Ճիշտ է, ժամանակը թույլ չտվեց, որպեսզի շատ գեղանիսցիների հետ շփվենք, բայց ինչպես տեսակ, նրանք չթողեցին, որ ես առանց ծաղիկ վերադառնամ Երևան։ Շնորհակալություն եմ հայտնում այսքան բարեհամբույր լինելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում պարոն Դավիթ Համբարձումյանին, որ Մասիս համայնքի կազմում գտնվող բոլոր գյուղերին մեծ ուշադրություն է դարձնում։ Ես ուզում եմ, որ մեր բնակավայրերը գնալով զարգանան, գեղեցկանան ու մարդիկ ավելի անհոգ կյանք ունենան։ Հատուկ շնորհակալություն Fnet Telecom ընկերությանը, որը առաջարկում է գերարագ ինտերնետ կապ, բազմաժանր հեռուստաալիքներ, մի շարք խելացի լուծումներ։ Հատուկ մարզերի համար Fnet ունի հատուկ առաջարկ։ Եթե այժմ բաժանորդագրվեք 1 տարի ժամկետով, ապա ընկերության բոլոր ծառայություններից կօգտվեք 30% զեղչով։ Շնորհակալություն Emily Farm դեղատների ցանցին։ Ձեզ հետ արևիկներ, կհանդիպենք միգուցե ձեր բնակավայրում, մեզ սպասեք սրտաբաց, քանի որ ես իմ հայ ազգին շատ եմ սիրում։ Խնդրում եմ ձեր ներսից չարությունն ու նախանձը հանեք, որովհետև այս կյանքում մարդ մնալն է ամենակարևորը։ Բարի գիշեր, խաղաղ գիշեր մեր հայոց սահմաններին։